Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թուրք-ադրբեջանական դուետը մի կողմից հայտարարում է, թե ահա Հայաստանի հետ խաղաղության հարաբերությունների կարգավորման համար կարևոր քայլեր են անում, մեկը ազգային ավիափոխադրողի ամենօրյա չվերթների գործարկումից է խոսում, մյուսը երկաթուղով Հայաստան բենզին ուղարկում, թույլ տալիս երրորդ երկրները, առայժմ մասնավորապես Ղազախստանն ու Ռուսաստանը մեր երկիր ցորեն հասցնեն, մյուս կողմից խաղաղության վարագույրն իջնում է, ռազմական նոր գործարք են կնքում։ Ադրբեջանի մեջլիսը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը։ Երկու պարտականություններն են ուսերին առել որևէ ռազմական բախման ընթացքում փոխադարձ օգնելու իրարու։ Խաղաղության վերջ Ադրբեջանի սուբյեկտայնության մակարդակը չափած ցածրացել է եւ այսօր արդեն Ադրբեջանի ռազմական ուղղությունը ռազմական ոլորտում իրականացված ցանկացած լուրջ գործողություն ոչ միայն համակարգվում է Թուրքիայի ուղղորդմամբ, այլև շատ հաճախ ուղիղ կառավարվում է այդ երկրից։ Վերջին տարիների օրինակ առաջին երկուսի ընթացքում փորձում էին սքողել այն իրական նպատակները, հիմա նույնիսկ չեն փորձում սքողել։ Սա Հայաստանը բնաջնջելու մտքից երբևէ հետ չկանգնելու առավել քան առարկայական հողի վրա արկա ապացույցներ դրսևորումներ են։ Տարածաշրջանում ում հետ դեռևս չպարզած հարցեր ունեն թուրքերն ու ադրբեջանցիները։ Հռետորական հարցը մասնագետները տալիս են շարունակելով հիմնավորումների շարքը։ Միջազգայնագետը հիշեցնում է 44-օրյայի ավարտից անմիջապես հետո էլ Շուշիի դեկլարացիան կնքվեց, ուրեմն խաղաղության սարերից այն կողմ թուրք-ադրբեջանական ռազմավարական չընդհատվող համագործակցությանն ենք պարզապես ականատես։ Համագործակցություն, որ փաստորեն կանգ չի առնում, նույնիսկ ընդմիջում թայմ-աութ չի վերցնում։ Որպես այդպեսին Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն պաշտոնապես ունեն մի ձևաչափ, որով որ ցանկացած ագրեսիա, իսկ ագրեսիայի տակ դիտարկում է գետ 1 համբուշտ կրակոցը, կարող է դիտարկվել որպես թշնամական քայլ եւ համատեղ զորավարժություններից զատ, նաեւ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել։ Ամբողջ տրամաբանությունը ու բովանդակությունը դա է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չի լինի խաղաղասիրական տրամադրություններ կամ դրա տրամաբանության մեջ տեղավորվել ռազմական բախումների հետ կապված մտահոգությունները։ Դրա շուրջ հետագա հնարավոր համագործակցությունը երբ էլ որ այն լինի, նշում է փորձագետը։ Այսինքն բացառվում է, երբ որ ռազմական բյուջեն ավելանում է, համատեղ զորավարությունները շատանում են, կնքվում են նմանատիպ պայմանագրեր, դա մինիմում խոսում է նրա մասին, որ ռիսկերը չի նվազեցում եւ նույնիսկ լայնամասշտաբ թե լինի լոկալ պատերազմի հավանականություն, այս պահին մինչև այս պահը եւ այս պահից հետո էլ արկա է լինելու։ Մենք առավել եւս գիտենք թուրք-ադրբեջանական տանդեմից ավալապաշտական ու առավելապաշտական նկատումները։ Այնպես որ ինքնախապեյությունն է ասել, որ դա որպես այդպեսին այդ բովանդակությամբ հուշագրերի ստորագրումը արդյունքները չի թողելու առաջիկայում։ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները շարունակվում են մի քանի ուղղություններով, միաժամանակ քաղաքական, տնտեսական ու անվտանգային։ Դրանց փոխկապակցված զարգացումը փաստացի ձևավորել են իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը միշտ չէ, որ միևնույնն են։ Ըստ մասնագետների, այդ հակադրությունն է, որ պայմանավորում է ընթացիկ անորոշությունը։ Կգա խաղաղությունը, թե չի գա։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ցուցանիշների նվազումը ըստ տնտեսագետների առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի համար վերաարտահանման արգելքներով եւ սահմանված բարդույթներով։ Տնտեսվարողները ստիպված եղան վերաարտահանումը կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Ղազախստանի, նաեւ Թուրքիայի միջոցով։ Ոսկու վերաարտահանումն էլ Ռուսաստանից տեղափոխվեց Արաբական Միացյալ Էմիրություններ, հետո Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան եւ այլ երկրներ։ Շղթան սկզբից երկար էր, հետո Հայաստանը դուրս մնաց այդ օղակից։ Ըստ վերլուծաբանների, ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աստիճանաբար նվազելու է։ Մասնագետների դիտարկմամբ շահութաբերության առումով այն բացասական ազդեցություն կունենա նաեւ հայ տնտեսվարողների համար։ Օրինակ, եթե մենք նայում ենք արկերի հավաքագրման ցուցանիշները, շահութարկը ավելացել է ընդամենը 50 միլիարդով, միայն հենց պետական հրապարակված ցուցանիշներով արդեն իսկ երևում է, որ շահութաբերությունը Հայաստանում բավականին նվազել է։ Բնականաբար ավելի դեպի նվազման միտում է ցույց տալու, որովհետև այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ վառելիքը բերի օրինակ ադրբեջանական կողմից շատ ապրանքներ ներմուծի Թուրքիայից եւ իհարկե այդ թվում հացահատիկը Ղազախստանից։
Այսինքն սրանք բնականաբար ազդելու են, ընդ որում առևտրաշրջանառության վրա նաև մեծ ազդեցություն ունեցավ կոնյակի արտահանման արգելքի։ Բնականաբար այս ամեն ինչի հանրագումարի արդյունքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունը չի կարող չնվազել։ Մարտից սկսած թուրքական ավիաուղիներ ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երևան։ Ըստ տեղեկության չվերթները կիրականացվեն շաբաթական 7 անգամ 2026-ի մարտի 11-ից, 2026-ի մայիսի 11-ից սկսած էլ Ստամբուլ-Երևան չվերթների շաբաթական հաճախականությունը կհասնի 10-ի։ Անդրադառնալով Ստամբուլ-Երևան Ստամբուլ չվերթի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քլչը սոցցանցի իր էջում գրել է եւս մեկ քայլ առաջ։ Հերթական նոր տարին Հայաստանում գտնվող բռնի տեղահանված արցախցիներից շատերը դիմավորում են այն հույսով, որ գուցե հաջորդ տարին անցկացնեն սեփական տանիքի ներքո։ Բնակարանների վարձերին ծանոթ մարդը լիովին կհասկանա նրանց։ Օրերս խորհրդարանի դատին ներկայացվեց Ասիական զարգացման բանկի հետ կնքվելիք վարկային պայմանագիրը, որով ծրագրվում է Հայաստանին $250 միլիոն պարկ տրամադրել արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար։ Պատկառելի գումար է, բայց արդյոք այն կծառայի նպատակին։ Հորետեսական հարցի պատճառներից մեկը տվյալներն են, ըստ որոնց 26,000-ից ավելի արցախցի ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն մինչև հիմա հավաստագրով բնակարան է գնել 3,800 ընտանիք։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հազարավոր արցախահայեր չեն շտապում օգտվել բնակարան ձեռք բերելու ծրագրից։ Չարենցավան, Աբովյան բավականին շատ է բարձրացել գները։ Բյուրեղավանում կարծես թե նորմալ է, 4 միլիոնով կարող են գնել։ Օրինակ երեք մի արցախցի տուն էր գնել $50,000 Էջմիածինում, 2 սենյականոց բնակարան, բայց ավերակ, այսինքն դեռ մի 20,000 էլ պետք է ինքը նել դնի, որպեսզի դա բնակարան կոչվի։ Հարց է իհարկե առաջ գալիս, ինչու են մարդիկ նախընտրում բնակարան գնել Երևանամերձ տարածքներում, ավելի հեռու բնակավայրերում տներն ավելի մատչելի են, ամեն ինչ կախված է եկամտի աղբյուրից։ Մարդիկ, որ պետքա ընտրեն որտեղ բնակարան ձեռք բերեն, հիմնականում կապում են այն հանգամանքի հետ, թե որքան ինչ զբաղվածություն պետքա ունենան։ Այսինքն նախ եւ առաջ զբաղվածություն, ինքնազբաղվածություն ապահովելու հանգամանքով պայմանավորված նոր ընտրում են համայնքը։ Հետևաբար ես կարծում եմ, որ այն գումարը, որ տրամադրվում է Երևանի եւ մերձ Երևանաբնակ համայնքների մասով, պետք է բարձրացվի, այսինքն առնվազն 4 միլիոն լինի, եթե չասեմ նույնիսկ ավելին։ Հիմա յուրաքանչյուր արցախցի ստանում է բնակարան ձեռք բերելու հավաստագիր, որը ենթադրում է 3-ից 4 միլիոն դրամի հատկացում, կախված համայնքից, որտեղ է գտնվում տունը։ 5 միլիոն դրամ տրվում է հիմնականում սահմանամերձ համայնքներում տներ ընտրելու դեպքում, բայց այդ գյուղերում անշարժ գույքը էժան է, հենց այն պատճառով, որ տեղացիներն են արտագաղթում, աշխատանք չլինելու պատճառով, այսինքն աշխատանք չեն ունենա նաև այնտեղ տեղափոխված արցախցիները։ Մեկ այլ խնդիր է 1 կամ 2 անդամից կազմված ընտանիքների հարցը, ինչպես նրանք գնեն բնակարան 3, 4 կամ 5 միլիոն դրամով։ Կարելի էր էկոտներ կառուցել եւ արցախցիները բնակվեին ըստ համայնքների, օրինակ Հադրութի շրջանի մի 5 գյուղ, բնակիչները մեկտեղ։ Դուք ստեղծեիր հազարավոր աշխատատեղեր, նույնիսկ արցախցիները պատրաստ են իրենց տան վրա աշխատել անվճար, միայն թե պայմանները, ասենք անվճար օգնեին կառուցել բանվորներին կամ շինարարներին իրենց տները։ Եվ իսկապես, ասենք $250 միլիոն կարելի է ահռելի քանակության բնակարաններ կառուցել, որով եւ կվերահսկվի դրանց որակը։ Նաև տնտեսական աճը կավելանա։ Մյուս կողմից էլ հավաստագրերի հանձնումն արհեստական չի բարձրացնի անշարժ գույքի գները։ 250 միլիոն վարկ վերցրած գումարները վստահ եմ, որ կարող ամբողջությամբ չծախսվի։ Դա ըստ նպատակային մնալու բյուջեում, թե դասակարգված հոդվածայինով ծախսվելը ըստ անհրաժեշտության։ Այսինքն այդ գումարը վստահ լինենք, որ մնալու է պաուստային ֆոնդում կամ X հիմնադրամում, որտեղ որ ծախսվի այդ նպատակների համար։ Հարցը հստակ պատասխան չի ստացել, այնինչ այս պահին կա շահարկում, որ Հայաստանի արտաքին պարտքը աճում է նաև արցախցիների խնդիրների լուծման պատճառով։ Վերջին արդյունքում չստացվի, որ նրանց համար վերցված վարկն արդյունքում ծախսվի այլ ծրագրերի իրականացման կամ բյուջեի ճեղքվածքը փակելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ բացառիկ վավերագրեր են այս օրերին Հայաստանի ազգային արխիվում ցուցադրվում։ Բացառիկ վավերագրեր Հայաստանի ազգային արխիվի ֆոնդերից խորագրով ցուցադրության շրջանակում։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված անկյունում ի թիվս այլ վավերագրերի ցուցադրված են Թամանյան դիվիզիայի հերոսների լուսանկարները։ Մարտիրոս Սարյանի նամակը մարշալ Հովանես Բաղրամյանին։ Ազգային արխիվից հայտնում են, որ ներկայացված նյութերը հնարավորություն են տալիս այցելուներին առավել ամբողջական պատկեր
պատկերացում կազմել պատերազմի տարիների պատմական իրադարձությունների, ռազմաճակատի եւ թիկունքի փոխկապակցվածության, ինչպես նաեւ հայ ժողովրդի ներդրման մասին ընդհանուր հաղթանակի գործում։ Ազգային արխիվը պարտավորվածություն է վերցրել նշել հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը եւ այդ մասով մենք ազգային արխիվից բացառիկ փաստաթղթեր ենք հանել եւ մեր ցուցասրահում այսօր ցուցադրում ենք դա Թամանյան դիվիզիայի հերոսների վերաբերյալ, ինչպես նաեւ Մարշալ Բաղրամյանի վերաբերյալ Պոլիէթիլենից տոպրակների տարածման դեմ Հայաստանը պայքարում է արդեն տևական ժամանակ, հիմնականում անարդյունք, ինչու, որովհետև տոպրակների հաստությունն ու վճարովի լինելը որևէ կերպ չնվազեցրեց դրա սպառումը։ Հակառակը հիմա մարդիկ գնում են այդ նույն հաստ պատերով տոպրակներն ու հետևաբար ավելի աղտոտում շրջակա միջավայրը, այնպես որ կառավարությունը ստիպված է շարունակել բարեփոխումը։ 2027-ից արգելվելու է պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը ընդհանրապես։ Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։ Կառավարության ներկայացուցիչները հույս ունեն, որ արգելքից հետո մարդիկ կօգտվեն թղթե կամ կտորե տոպրակներից, որոնք էկոլոգիապես մաքուր են եւ կլուծեն բազմաթիվ խնդիրներ, որոնք ներկայում առկա են շրջակա միջավայրի մաքրման ոլորտում։ Շատ կարևոր է գործածության մեջ մտցնել բազմակի օգտագործման ինչ-որ ալտերնատիվ, որովհետև թղթի մեկ անգամյա օգտագործման թղթի տոպրակը դեռ խնդրահարույց է։ Մասնագետները վստահ են, որ այս փոփոխությունը կզարգացնի Հայաստանում արտադրության մի շարք ճյուղեր, նույնիսկ առանց պետության միջամտության պարզապես արտադրողները միանգամից կֆիքսեն պահանջարկը եւ արագ կարձագանքեն դրան, ինչպես օրինակ եղավ Քովիդի ժամանակ դիմակների արտադրության ոլորտում։ Պատկերացրեք, դուք մտնում եք սուպերմարկետ, առևտուր արել եք եւ 5 տոպրակի առևտուր եք արել, բայց ձեզ ոչ մեկ բան չի առաջարկում։ Այդ սուպերմարկետը ինքը առաջինն է մտածելու, թե ձեզ ինչ դրանք առաջարկ 26 դեկտեմբերի դրությամբ մենք ունենալու ենք գոնե թե 5-6 արտադրողներ, ովքեր որ միջին մասշտաբի ինչ որ արտադրություն են դնելու, արդեն այլընտրանքային, թե այդ ինչ այլընտրանք կլինի։ Այդ էլ է իրանց գործը։ Լուծումներից մեկը համարվում է բիոպլաստիկի արտադրությունը, դա պլաստիկի տեսակ է, որն արտադրվում է Օսլայից, էկոլոգիապես մաքուր է եւ փչանում է մի քանի ամսում հողում հայտնվելուց հետո։ Կենսաքայքայվող պլաստիկը ռեալ է եւ միակ դրա խնդիրը նրանում է, որ իրականում ինքը ավելի թանկ է, քան սովորական պոլիէթիլենային տոպրակ։ Իր ինքնարժեքը թանկանում է եւ դա մի տեսակ արդեն կա դրան նորմալ վերաբերել, ցանկացած բան, որ վնասակար է, որպես կանոն ավելի էժան է։ Հայաստանում նախկինում փորձ է արվել քայքայվող պլաստիկի արտադրության, որպես հումք օգտագործվել է գետնախնձորը, որը աճում է ցանկացած հողում եւ չի պահանջում խնամք։